Բարի օր, այսօր մեդիա կենտրոնում հյուրընկալել ենք Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանին։ Տիգրան Պետրոսյանը նոյեմբերի 5-ին, երբ Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը եւ իր աջակիցները փորձում էին Մաշտոցի պողոտայից շարժվել դեպի նախագահական նստավայր, ոստիկանության հետ բախումներ է տեղի ունեցել եւ այդ ժամանակ ձերբակալվել է։ Օրերս փոխվել է մեղադրանքը Տիգրան Պետրոսյանի եւ այժմ իր փաստաբան Արա Զաքարյանը կներկայացնի մանրամասները։ Արա Զաքարյան, ներկայացնում Տիգրան Պետրոսյանի շահերը, տեղեկացնեմ ձեզ, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Տիգրան Պետրոսյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանքեր առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, որպես այդպիսին իրեն վերագրվել էր այն հանգամանքը, որ մի քանի ոստիկանների քաշքշել էր եւ հրել էր ոստիկան Արա Մարտիրոսյանին։ Մի քանի օր առաջ Տիգրան Պետրոսյանի մեղադրանքը փոխվեց, վերավորակվեց 316 հոդվածի առաջին մասից քրեական օրենսգրքի, 258 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերի։ Տեղեկացնեմ ձեզ, որ արդեն 5 ամիս է Տիգրան Պետրոսյանը գտնվում է կալանքի տակ եւ կալանքի տակ պահելու համար, կալանք ընտրելու եւ հետագայում կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար դատարանները հաստատված էին համարվել, որ արկա է հիմնավոր կասկած այն առայն, որ Տիգրան Պետրոսյանը կատարել է քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն եւ որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։ Այս մեղադրանքը, որը որ Տիգրան Պետրոսյանին առաջադրվեց, էապես փոխում է ամեն ինչ, ավելին, այն ինչը որ դատարանները մինչ այժմ հաստատված էին համարել եւ դրա հիման վրա Տիգրան Պետրոսյանին կալանքի տակ պահելը արդարացրել, հերքում են նաեւ այդ հանգամանքները։ Ես հիմա ձեզ բերեմ որոշակի տեղեկություններ, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի։ Նախ Տիգրան Պետրոսյանին կալանավորելու եւ այնուհետեւ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումների հիմքում դատարանները դրել էին հենց քննիչների կողմից կազմված արձանագրությունն այն մասին, որ վերջիններս զննել են դեպքի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակը, տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես Տիգրան Պետրոսյանը մի քանի ոստիկանների քաշքշում է, իսկ որոշ ժամանակահատված անց հրում ոստիկան Արա Մարտիրոսյանին։ Այս մեղադրանքի մեջ նշված է, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշել եւ հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին։ Հարվածելու վերաբերյալ քրեական գործում ոչ մի տեղեկություն չկա։ Արա Մարտիրոսյանի հետ շուրջ 15 ժամ առերեսում է կատարվել։ Առերեսման ընթացքում բազմաթիվ անգամ թե քննիչի, թե պաշտպանական կողմի հարցերին Արա Մարտիրոսյանը տվել է հստակ պատասխան, որ Տիգրան Պետրոսյանը իրեն հրել է, հարված չի հասցրել, բացի այդ միջադեպից իր մասնակցությամբ որևէ այլ միջադեպ դեպքի օրը տեղի չի ունեցել։ Այսինքն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեղադրանքի մեջ նշված հանգամանքը ակնհայտորեն հակասում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներին։ Դրա հետ մեկտեղ մեղադրանքի փոփոխությունը վկայում է այն մասին, որ դատարանները, երբ որ Տիգրան Պետրոսյանին կալանքի տակ կալանավորել եւ այնուհետեւ կալանքի տակ պահելու ժամկետները երկարացրել են, համարելով որ արկա է հիմնավոր կասկած, որ նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանին, մեղադրանքի փոփոխության ուժով այս հանգամանքը համարվում է չհաստատված, այսինքն դատարանները չեն բարեհաճել խորացված ապացույցների հիման վրա պարզել արդյոք կա հիմնավոր կասկած ոստիկանին դիմադրություն ցույց տալու վերաբերյալ թե ոչ եւ տվել են կալանքը։ Մեղադրանքի փոփոխությունը ապացուցում է, որ Տիգրան Պետրոսյանին չպետք է կալանավորեին այդ մեղադրանքով, քանի որ չկար հիմնավոր կասկած։ Բացի այդ, այս մեղադրանքի մեջ խուլիգանական որևէ գործողություն Տիգրան Պետրոսյանին վերագրված չի։ Չկա ոչ մի նշում այն մասին, թե ինչպիսի գործողություններ կատարելով է Տիգրան Պետրոսյանը խախտել հասարակական կարգը։ Մոտ 1 էջ կազմող որոշման մեջ մի նախադասություն է միայն վերագրված Տիգրան Պետրոսյանին։ Այն է, որ քաշքշել եւ հրել է եւ հարվածել է ներողություն ոստիկան Արա Մարտիրոսյանին։ Ես սա համարում եմ բացահայտ կամայականություն, ես սա գնահատում եմ որպես
իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար, քանի որ նորից եմ կրկնում, այն ինչը որ մեղսագրված է Տիգրան Պետրոսյանին, առաջինը հասկանալի չէ, որտեղ խուլիգանական ոչ մի գործողություն չկա, եւ երկրորդը Տիգրան Պետրոսյանին կալանքի տակ պահելու որևէ անհրաժեշտություն չկա։ Էլ ես չեմ ուզում խոսել այն մասին, որ խուլիգանության նպատակը եւ շարժառիթները էապես տարբերվում են։ Այս հանգամանքը հիմնավորող որևէ նյութ նախաքննական մարմնի տրամադրության տակ չի կարող լինել։ Առավել եւս 5 ամիս, եթե իրենք քննություն էին կատարում մեծ քննչական խմբով եւ միայն վերջում, չգիտես ինչ ապացույցների հիման վրա, ավելի ճիշտ ոչ թե ինչ-որ ապացույցների վրա, այլ ուղղակի երևի հասկանալով, որ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը թույլ է եւ չեն կարող դատարանում այն պահպանել, որոշեցին առաջադրված մեղադրանքները փոփոխել, մեղադրանք առաջադրելով ավելի անհեթեթ նախորդի հետ համեմատ։ Պարոն Զաքարյան, որ օրն է մեղադրանքը փոխվել։ Մեղադրանքը փոխվել է ամսաթիվը, ես կոնկրետ ասեմ։ Եվ այդ մեղադրանքի փոփոխությունից հետո խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն ներկայացրել եք դուք։ Այո, ես դատարան միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի Տիգրան Պետրոսյանի Միկրոֆոնին մոտ խնդրում եմ։ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Մեղադրանքի փոփոխությունը տեղի է ունեցել մարտի 31-ին։ Արդեն դիմել եք դուք դա։ Այո։ Եվ նիստը դեռ տեղեկություն չկա։ Հարցեր։ Միկրոֆոնով խնդրեմ։ Միկրոֆոնը կփոխանցեք։ Նման պայմաններում, երբ ես արդեն նշեցի, որ քրեական հետապնդման մարմինը առանց անհրաժեշտ ապացույցների նախ մեղադրանքի առաջադրում Տիգրան Պետրոսյանի, իսկ այնուհետև այս արդեն 5 ամիս է նրան շարունակաբար պահում է կալանքի տակ, այս ամբողջը վերլուծելով եւ այս կամայականությունները գնահատելով, ես գալիս եմ այն հետեւության, որ իրոք Տիգրան Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում է իրականացվում, այսինքն նա ըստ էության պետք է քաղբանտարկյալի կարգավիճակ ստանա։ Այլ հարցեր։ Միկրոֆոնով։ Հայկական ժամանակ օրաթեր Տաթև Խաչատյան, նոր մեղադրանքի հետ կապված ձեր պաշտպանյալը որևէ դիրքորոշում հայտնել է, խոսել է այդ մասին խուլիգանության։ Նոր մեղադրանքի հետ կապված դեռ որևէ դիրքորոշում չի հայտնված, որովհետև մեղադրանքի մեջ չկա նշում, թե ինչպիսի գործողություններ է խուլիգանական կատարել Տիգրան Պետրոսյանը, այդ իսկ պատճառով մենք խնդրել ենք, որպեսզի քննչական մարմինը մեզ գրավոր պարզաբանում տա մեղադրանքի վերաբերյալ, որից հետո մենք պատրաստ ենք ու ցանկանում ենք ցուցմունք տալ եւ հայտնել մեր դիրքորոշումը։ Նշվեց, որ հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, ինչ վիճակում է ինքն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում, ինչպիսի պայմաններում է գտնվում, ինչ խցում, քանի հոգու հետ, երբեք տեսակցել նրան։ Տեսակցել եմ մի քանի օր առաջ, գտնվում է Բարաշեն քրեակատարողական հիմնարկի 39 խցում, պայմանները նորմալ են համեմատ։ Հայրը երկրորդ կարգի հաշվանդամ է, տեղեկացնեմ ձեզ, որ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունի, խնամքի մշտական կարիք ունի եւ այս հանգամանքների մասին նաեւ մի քանի անգամ բարույթ իրականացնող մարմիններին տեղեկացրել ենք, սակայն հաշվի չի առնվում մինչ օրս դա։ Հարցեր։ Պարոն Զաքարյան, եթե կալանքը դրված է 316 հոդվածի հիման վրա, եթե հոդվածը փոխում են, իրավունք ունեն շարունակել պահել Տիգրան Պետրոսյանի կալանքի տակ։ Տեսականորեն այո, բայց խնդիրը կայանում է նրանում, որ քանի որ մեղադրանքը փոխվել է, իսկ մեղադրանքի փոխված մեղադրանքի մեջ նշվել են այնպիսի հանգամանքներ, որոնցով որ հերկվում են նախորդ մեղադրանքի մեջ նշված հանգամանքներ, այսինքն էական փոփոխություններ կա, ավելին հերկվում է նախորդ մեղադրանքի մեջ նշված հանգամանքները, այդ իսկ պատճառով դիմել եմ դատարան, որպեսզի խափան միջոց, որպեսզի Տիգրան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանը որոշում կայացնի։
Պարոն Զաքարյան, այդ օրվա բազմաթիվ տեսանյութեր կան։ Ձեր պաշտպանյալ այդ տեսանյութերում որը ինչ գործողություններ է կատարում եւ արդյոք կա այնտեղ, չգիտեմ, խուլիգանության որևէ տար։ Տեսանյութերում ինչ է անում Տիգրան Պետրոսյանը։ Տիգրան Պետրոսյանը տեսանյութերում հստակ երևում է, որ ըստ էության հանդիսանում է բաժանողի դերում, մի քանի դրվագներ կա, այսինքն երբ տեսնում է, որ որևէ անձի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում, կամ վտանգ կա, որ ռեալ իրական վտանգ կա, որ ֆիզիկական ուժ պետք է կիրառվի, նա հանդիսանում է բաժանողի դերում։ Տվյալ դեպքում կապված ոստիկան Արա Մարտիրոսյանի հետ տեղեկացնեմ, որ մինչև ոստիկանին հրելը հստակ տեսանյութից երևում է, թե ինչպես մի քանի ոստիկան, այդ թվում նաև Արա Մարտիրոսյանի մասնակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ են կիրառում, վերջինիս գցում են գետնին եւ իրական վտանգ կար հարվածներ հասցնելու։ Այդ պահին Տիգրան Պետրոսյանը հրում է ոստիկան Արա Կարապետյանին, որպեսզի նա Արա Մարտիրոսյանի ներողություն, որպեսզի նա մի կողմ գնա եւ ֆիզիկական ուժ Շանթ Հարությունյանի նկատմամբ չկիրառվի։ Դրանից զատ որևէ այլ գործողություն Տիգրան Պետրոսյանը չի կատարել։ Կաս խուլիգանության հոդվածի փոփոխության հիմքում ինչ է դրել քննչական մարմինը։ Քննչական մարմինը փոփոխության հիմքում դրել է այն, իբր քրեական գործով ձեռք են բերվել անհրաժեշտ տեղեկություններ, վերացական արտահայտություններով բերելով, որ անհրաժեշտություն է առաջացել մեղադրանքը փոփոխելու եւ այս արդիվ Տիգրան Պետրոսյանի առաջադրված մեղադրանքը որոշել են փոփոխել, բայց նոր մեղադրանքի մեջ Տիգրան Պետրոսյանին որևէ խուլիգանական գործողություն վերագրված չէ։ Չկա ամբողջ մեղադրանքի մեջ, նորից եմ կրկնում, մեկ նախադասություն է։ Տիգրան Պետրոսյանը հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, ինչը ակնհայտ սուտ տեղեկություն է, քրեական գործով հերկված է ապացույցներով եւ քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, ինչը հերկվում է նաեւ տեսագրություններով, որտեղ հստակ երևում է, որ պաշտպանյալս Տիգրան Պետրոսյանը միայն մեկ անգամ հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին։ Շնորհակալություն, հարցեր։ Միկրոֆոնը։ Ազատություն ռադիոկայան, ուզում եմ իմանալ այս ինչպես կգնահատեք եւ այս ամբողջ գործընթացը, հա, եւ ոստիկանությունը նման քայլերով ինչ են ուզում ասել, ինչ է իրենց մեսիջը, որն է։ Ես ենթադրում եմ երևի թե ոստիկանությունը ինքը արդեն իսկ կանգնել է մի լուրջ խնդրի առջև, երբ հասկանում է, որ նախորդ մեղադրանքը դատանում չէր կարող պաշտպանվել, այն ուղղակի փլուզվելու էր, սակայն մյուս կողմից էլ երևի թե վերևից հստակ կա հրահանգ անձանց պահել կալանքի տակ եւ նրանց նկատմամբ շարունակել քրեական հետապնդում։ Այդ իսկ պատճառով երևի թե որոշեցին մեղադրանքը փոփոխել, այնպիսի հոդվածով մեղադրանք առաջադրել, որ գոնե դրանով կարողանան դատանում պայքարել, բայց երևի թե խորը չէին մտածել եւ չէին հաշվարկել, որովհետեւ այս մեղադրանքը ավելի աբսուրդային է նախորդից։ Այլ հարցեր։ Հարցեր։ Քանի որ հարցեր չկան, ամփոփելով այսօրվա ձեր ասելիքը, պարոն Զաքարյան, կուզեի նշեք, որ պետք է լինի հաջորդ քայլերը, քանի որ միայն Տիգրան Պետրոսյանի գործը չէ, այդ օր այլ ձերբակալվածներ կան եւ օրեր առաջ նաեւ այլ փաստաբաններ էինք մենք հյուրընկալել, ովքեր նորից նշում էին, որ մեղադրանքը փոփոխվելու գործընթաց է սկսվել եւ շարունակվում։ Այսինքն բոլորին մեղադրանքները խուլիգանության են վերածում, սա ինչ միտում է եւ ինչպես պետք է պայքարեք։ Ես կարծում եմ, որ խնդիրներից մեկը մեղադրանքի փոփոխության երևի թե նա էր, որ ի վերջո իշխանությունները հասկացան, որ 316 հոդվածի վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու բացառիկ իրավասությունը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը։ Այսինքն, ուժի կիրառման վերջինիս կողմից իր պարտականությունները բարեխճորեն կատարելու կապակցությամբ, ապա այս արդիվ նախ եւ առաջ պետք է քննությամբ հիմնավորվի, որ ոստիկանի գործողությունները եղել են օրինական իրավաչափ, այնուհետև գնահատական նոր տրվի մեղադրյալի գործողություններին։ Ոստիկանի գործողություններին գնահատական տալու իրավասությունը իրավական առումով վերապահված է բացառապես հատուկ քննչական ծառայությանը։ Այսինքն, եթե 316 հոդվածով փորձեին գործը մտցնել դատարան Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ, ապա ակնհայտ էր դառնալու, որ նախաքննությունը իրականացրել էր մի մարմին, որը դրա իրավասությունը չուներ, հետևապես ձեռք բերված բոլոր նյութերը համարվելու էին անթույլատրելի եւ չէին կարող դրվել դատավճռի հիմքում։
Սա էր պատճառը, ես կարծում եմ հիմնական պատճառներից մեկը, որ մեղադրանքի փոփոխություն տեղի ունեցավ այսպես հրատապ։ Ինչ վերաբերվում է ընդհանուր գործին, ես կարծում եմ, որ հետևյալը իշխանությունները երևի թե պետք է հասկանան, որ չի կարելի անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել իրենց հայացքների, համոզմունքների հետ կապված եւ եթե վերջիներս վերադառնան իրավական դաշտ, այլ ոչ թե դիտեն այդ մարտի նոյեմբերի 5-ի գործողությունները որպես քաղաքական, ապա այս պայմաններում ես կարծում եմ շատերի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով պարտավոր են կարճելու մասին որոշում կայացնել, քանի որ չկա հանցակազմ, այդ թվում նաեւ Տիգրան Պետրոսյանի։ Հարց միկրոֆոն։ Սոնա Մաշուրյան, Փասկինֆո։ Ես կուզենայի ձեր մեկնաբանությունը, որ այնուամենայնիվ այս գործով 3 մեղադրյալի հանդեպ հիմ մեղադրանքը պահպանվել է 316-ի երկրորդ մասով եւ գումարվել է նոր մեղադրանքը։ Ինչով եք բացատրում այդ հանգամանքը։ Ես իրենց մեղադրանքներին ծանոթ չեմ, որպեսզի կարողանամ ասեմ, բայց կարող եմ միայն ենթադրել, երևի թե խոսքը գնում է այն դեպքերին, երբ անձանց մեղադրանքի առաջադրված 316 հոդվածի երկրորդ մասով, երբ ոստիկանին պատճառվել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։ Ավելի մանրամասն գնահատական տալու համար առնվազն գոնե նրանց առաջադրված մեղադրանքին պետք է ծանոթանամ, բայց այնուհանդերձ, եթե ես իրենց պաշտպանությունը իրականացնեի, ես արդեն այն փաստարկը կբարձրացնեի անպայման, որ չի կարող 316 հոդվածի վերաբերյալ քննությունը իրականացվել մեկ այլ մարմնի կողմից, քան հատուկ քննչական ծառայությունը։ Հարցեր։ Մի ճշտող հարցել, դուք դիմել եք դատարան, որ գրավով ազատվի, թե ընդհանրապես ազատվի։ Գրավով ազատվի, որովհետև ընդհանրապես ազատելու հարցը դա այս պահին նախաքննության մարմնի լիազորությունն է եւ դատարանը չի կարող ասի ընդհանրապես ազատ արձակեք։ Եթե հարցեր չկան, ամփոփելով նշենք, որ փաստորեն այս պահին մեղադրանքը փոխվել է եւ դուք կրկին դիմել եք դատարան խափանման միջոցը փոփոխելու միջնորդությամբ եւ սպասում եք հիմա նիստին։ Այո։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում էր այսօր Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը, Տիգրան Պետրոսյանը ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ի ակցիային ձերբակալվածներից մեկն է։ Հիշեցնեմ կենտրոնում 12:00 խոսելու ենք պալիատիվ օգնության զարգացման մասին Հայաստանում։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Շնորհակալություն բոլորիդ։